Նարեի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, բայց վիժման վտանգը կա։ Այս պահին մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պահպանենք հղիությունը։ Նարեի կյանքին ճիշտ է ոչ մի վտանգ չի սպառնում, բայց վիժման դեպքում կարող է առողջությունը կտրուկ վատանա։ Դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պտուղը պահպանենք։ Կներեք, ես պետքա գնամ։ Բժիշկ ջան, ինչ-որ բան պետքա ես բերեմ, դեղ, չգիտեմ, ինչ-որ ցանկացած բան։ Ոչինչ անել պետք չի, աղջիկը կմնա մեր հսկողության տակ, մենք ամեն ինչ-որ պետքա անում ենք։ Ուղղակի սպասել է պետք։ Քնեց անեկդոտը։ Չէ, դեղերը խմեց, հիմա հանգստանում է։ Արմո, այդ ինչի մասին եք այդքան լարված խոսում։ Արդեն կարևոր չի։ Բայց ինչ ճամպրուկ է։ Քոննա։ Իմն է։ Գործողման ես գնում, թե Բարի օր։ Բարի բաց։ Ես ինչ ճամփուկ եմ անում։ Արմոին է, ուղղակի չեմ հասկանում, գործողման է գնում, թե տնից։ Անեկդոտը, որ խնդրեմ մեզ մենակ կթողնես։ Վրան ես վաղուց պիտի գնայի, բայց չեմ գնացել, որովհետև ուզում էի հետդ խոսայի նոր գնայի։ Ես ձեր հանդեպ ինչքան լավ եմ եղել, բայց ձեզանից ոչ մի դրական պատասխան չեմ ստացել։ Ասում են, չէ, մարդը անում է այն ինչին ընդունակ է։ Այդքանը մտածելով խոսացիր, Արմո, թե լեզվի սայթակում էր մոտդ։ Ու քո համար լրիվ մեկա, թե ինչի համար եմ ես եկել։ Չես տեսնում, որ դիմացդ կանգնած հազիվ եմ զսպում արցունքներս։ Չես տեսնում, որ չեմ կարողանում ինձ կառավարել։ Հայք, հասկացի, հիմա ես ամենաշատ ունեմ քո օգնության կարիքը։ Ավելի շատ, քան երբևէ։ Սխալ մարդու ես դիմում։ Դու իմ համար օտար մեկն ես։ Նենց օտար, ոնց որ փողոցում անցնող սովորական աղջիկը։ Ես քեզ խնդրում եմ, մի ասա տենց բաներ։ Մի անընդհատ կրկնի, որ ես քո համար օտար եմ, այդ տենց չի։ Մենք սիրում ենք իրար, ես սիրում եմ քեզ։ Ու եթե անգամ դու հիմա շրջվես ու գնաս, մեկը մեզ կապող բան կա, որ միշտ մեր հետ է լինելու։ Նա հանդարտվի ու գնաս տեղից։ Դու չես պատկերացնում, ինչ սխալ ես անում։
Հա, հնարավոր է ես պարտվում եմ։ Ես ընդունում եմ իմ պարտությունը։ Չնայած այդքան էլ պարզ չի։ Դու ես պարտվողը, թե ես։ Ամեն դեպքում ես էլ չեմ գա ու ոչ մի բան չեմ անի։ Բայց չեմ փոշմանում, որ եկել եմ։ Գոնե հետո ինձ չեմ մեղադրի։ Ես հասկանում եմ, որ սխալը ինձնից է սկսել։ Բայց դու ես իմ այդ սխալը շարունակում։ Ու որոշում դու ես կայացնում։ Ուղղակի ես հույս ունեմ, որ դու հետո չես փոշմանի։ Որովհետև ես չգիտեմ կկարողանամ քեզ ներել, թե չէ։ Գիտես, լինում են իրավիճակներ, երբ որ կամուրջները պետք չի միջև վերջ այրել։ Պետք է միշտ հետ դարձի ճանապարհ թողնել։ Մենք չկարողացանք այդ անել։ Պատրաստ եմ քեզ անverջ ամեն ինչ բացատրել, բայց հասկանում ես, որ այստեղ ավելի կարևոր բան կա։ Ու այդ այնա, որ Նարեն մի քանի ամսից քո երեխուն է ունենալու։ Նարեն ամուսնացած է Արմոյի հետ ու ունենալու է Արմոյի երեխուն։ Ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Հայկ, մենք մի քանի անգամ քեզ բացատրել ենք, փորձել ենք բացատրել, բայց դու մեզ չես լսել, մեզնից ավելի համառ ես եղել։ Նարին ստիպել են, որ ամուսնանա Արմոյի հետ։ Դու իր կողքին չես եղել, որ իրեն օգնես, իսկ երեխուն պահելու միակ տարբերակը Արմոյի հետ ամուսնանալն է եղել։ Եթե չամուսնանար, սպառնացել էին, որ թույլ չեն տա երեխեն լույս աշխարհ գա։ Գիտեմ, որ առանց զգուշացնելու եմ եկել, ուղղակի այն ինչ պիտի ասեի, հեռախոսով ասելու չէր։ Գիտեմ, որ ամեն անգամ դու ինձ քաղաքավարի ձևով ցույց ես տալիս դրան տեղը, բայց չկա մեկը ուրիշ, ում մոտ ես կարող եմ գնալ, ում կարող եմ դիմել ու վստահել։ Հիմա ինչ եղե։ Հիշում ես դու ինձ համար էիր փոխանցել, որ զանգեմ։ Ու ասում էի, չէ, որ զանգում եմ, չեն պատասխանում։ Հետո։ Հետո են, որ իմացել են, որ զանգողը ես եմ ու դիտմամբ չեն պատասխանել։ Ոնց ես իմացել։ Ինձ զանգել էր Սաթին, Տեքորս կինո,
ով հիմա որպես իմ երեխու մամայա ներկայանում ու մտքովդ երբեք չի անցնի թե ինչ էր ուզում, ինչ էր ասում ինձ։ Հետո Ասում էր, որ ինչքան հնարավոր է շուտ գնամ ու երեխայիս վերցնեմ, որովհետև իրեն էլ են ստիպում, որ մայրություն անի ու դա այդքան էլ իր սրտով չի։ Ասում էր, որ քանի իմ երեխան իրենց տանն է, ինքը չի կարողանալու երեխա ունենալ։ Չգիտեմ ինչ մտածեմ, չգիտեմ ուրախանամ թե տխրեմ։ Ուրախանում եմ նրա համար, որ իմ հակառակորդների մեջ ինչ որ դաշնակից ունեմ, բայց եթե Սաթին այդ ձևով էր խոսում, նման տոնով ու այդ տրամադրվածությամբ, ես վստահ չեմ, որ ինքը սիրով է վերաբերվում իմ երեխուն կամ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում։ այսինքն ոչ մեկ չգիտի, որ այդ կինը զանգել է քեզ, հա? Թե նոր խաղեր են մտածել։ Չգիտեմ։ Երբեք չէի մտածել այդ մասին։ Այսինքն դու ուզում ես ասել, իրենք ինձ հետ կապի են դուրս եկել, որ ես մտածեմ ինքնից դաշնակից, հա, վստահեմ իրեն, իմ պլանների մասին խոսեմ, ու իրենք դրա միջոցով ինձնից մի քայլ առաջ գնան, հա, իմ պլանների մասին իմանան։ Ամեն դեպքում ոչ մի բան պետք չի բացառել։ Դու քո կյանքից դասեր քաղի եւ ոչ մեկին մի հավատա։ Անկամ ինձ։ Երբեմն մենք չենք որոշում ում վստահենք, ում չէ, բաներ կա, որ մեր ուժերից վեր է։ Ու հնարավոր է ուժ չգտնեմ իմ մեջ չվստահելու այն մարդուն այն դեպքում, երբ մի ամբողջ աշխարհի դեմ պայքարելու ուժ ունեմ։ Բաներ կան, որ մեզնից անկախ են ու ավելի զորեղ։ Չէի ուզում արթնացնեի։ Երեխես, Հանգստացի նորմալ ամեն ինչ։ Ամեն դեպքում այս պահին է նորմալ։ բա դու ինչ ես այստեղ։ Բա ինչ էիր մտածում։ Քո համար պարզ չէ, որ ստեղ պիտի լինեի։ Անկախ մեր ցանկություններից ու որոշումներից հիմա դու իմ երեխուն ես կրում։ Ու եթե դու հիվանդանոցում ես, ուրեմն երեխուս էլ վտանգ սպառնում։ Նորմալ չի, որ ես պիտի ստեղ լինեմ։ Դու էր չէ ասում, որ ամեն ինչ լավ է։ Դու ուրեմն գնա։ Ուզում ես, որ երեխան լավ լինի, ուրեմն ես պիտի հանգիստ լինեմ։ Իսկ քո ներկայությունը ինձ ահա որ շատ ցավ է պատճառում։ Ես չեմ ուզում քեզ տեսնեմ։ Ոչ հիմա, ոչ էլ հետո։ Եթե հիմա գնամ էլ, հետո ավելի շատ եմ գալու, որովհետև ես չեմ պատրաստվում իմ երեխուց հեռու մնամ։ Դու հասկանում ես, չէ՞, որ այդ անհնարին է։ Գիտես, ես
Առաջ մտածում եմ, որ իրավունք չունեմ քեզ ու երախուն բաժանեմ։ Բայց հիմա հակառակն եմ մտածում։ Տենց ավելի լավ կլինի։ Այս երախու պապան Արմոնը։ Դիտավորյալ ես անում, որ հունից դուրս գամ։ Չէ, ընդհանրապես։ Արմոն իմ օրինական ամուսինն է։ Մենք ամուսիններ ենք։ Ես Արմոնը ապրում ենք նույն հարկի տակ։ Ու բոլորը գիտեն, որ այս երախու պապան Արմոնը։ Ու գիտես, իմ երախան Արմոյի ազգանունը կկրի։ Կմեծանա ընտանիքում, որտեղ կիմանա ինչ է սերը։ Որովհետև ի տարբերություն ինձ ու քեզ, Արմոն սիրել գիտի։ Մենք այսքան բանի միջով անցանք, բայց ինքը միջև հիմա կանգնած է իմ ու երախու կողքը։ Հիմա դու առիթից օգտվում ես, որ հիվանդանոցում ես ու ես քեզ չեմ կարող ասեմ ու անեմ այն, ինչ ուզում եմ։ Ու այն ինչը ճիշտ է, բայց դու անում ես դրա հակառակը, ասում ու անում ես այն, ինչ չպիտի ասես։ Քո կյանքի հետ վարվի նենց ոնց ուզում ես։ Ես ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ իրավունք խառնվելու քո կյանքին։ Բայց ինչ վերաբերվում է իմ երեխուն, այդ որոշելու եմ ես։ Ու իմ երեխան այդ լպրծուն լակոտից հեռու պիտի մեծանա։ Հասկացար։ Այդ քո ասած լպրծուն լակոտը իմ ամուսինն է։ Ու ես քեզ թույլ չեմ տա, որ դու իր մասին տենց արտահայտվես։ Նարե, ես Ուր է այս աղջիկը։ Հազար անգամ խնդրել եմ, որ այստեղ մտնելուց առաջ դուռը թակեք։ Նարեին տեսել ես ունը։ Չէ, չեմ տեսել։ Անտանելի է ուղղակի։ Դու դիտավորյալ ես անում, որ ես գնամ սատկացնեմ դրան։ Ու ինչի պիտի սատկացնես։ Մենակ նրա համար, որ իմ ամուսինն է։ Ես իմ կյանքը։ Դու չէիր տենց ասում։ Հա, ես էի ասում։ Դու եթե երեխու համար ես մտածում, Հայկ։ Երեխան դեռ չի ծնվել ու չի հասկանում հիմա դու ես տեղ թե Արմոն։ Միակ մարդը, որ պիտի հիմա իմ կողքին լինի, այդ Արմոնը, խնդրում եմ դուրս արի։ Մի մտածի, միջև կյանքիդ վերջ Արմոն կողքդ կլինի։ Մի այդքան անհանգստացի։ Բայց ես իմ երեխուն կտանեմ։ Հայկ, մենք մանկապարտեզում չենք։ Ու արի իրար հետ խաղեր չխաղանք, հա։ Մենք առանձին մարդիկ ենք։ Մենք իրարից պահանջելու կամ սպասելու ոչ մի բան չունենք։ Ու դա եղել է քո որոշումը։ Իմ որոշումը։ Ես մի քանի անգամ փորձել եմ գամ քո մոտ։ Ես փորձել եմ խոսեմ հետդ։ Բայց քո ինքնասիրությունը ու արժանապատվությունը թույլ չտվեց, որ դու լսես այն մարդուն, ով գնացել է քեզնից։ Փաստորեն դու ինձ լավ չես ճանաչում, որովհետև պիտի հասկանայիր իմ որոշում կայացնելու իսկական պատճառները։ Դու չթողացիր, որ ես խոսամ։ Դու լսեցիր, բայց չուզեցիր հասկանաս ու չուզեցիր ընդունես ինձ։ Հա մենք երեխա ենք ունենալու։ Բայց այս երեխան չպիտի դառնա հաղթա թուղթ մեր ընտանիքների համար։ Ու մենք չպիտի իրան ձեռքից ձեռք խլենք։ Այս երեխան պիտի երջանիկ լինի։ Մենք չենք կարողացել երջանիկ լինենք, բայց հիմա գոնե պիտի նենց անենք, որ ինքը երջանիկ լինի։
Լավ, ու ո՞նց ես պատկերացնում այդ երջանկությունը առանց իրական հոր։ Իմ երջանկության մասին պատկերացումները ուրիշ են։ Մեզանից հասնում է, որ մենք չխանգարենք այդ երախուն ինքը ինքնուրույն կգտնի այդ երջանկությունը։ Բայց հասկացի, ինքը կամ իմ հետ պիտի լինի, կամ քո հետ։ Հակառակ դեպքում անընդհատ խոչընդոտների է հանդիպելու։ Ես չեմ պատրաստվում իմ երախուց հեռու մնամ։ Ուրեմն մենք մի օր կհանդիպենք դատարանում, բայց դու շատ լավ գիտես, որ դատարանը միշտ մոր կողմից է։ Դու արդեն բոլոր սահմանները տանցնում ես։ Իսկ ով է որոշում իմ սահմանները։ Հա, հնարավոր է հիմա իմ պահվածքը քո համար տարօրինակ է կամ անծանոթ։ Բայց ես էլ առաջվա Նարեն չեմ։ 1000 անգամ ինձ զոհել եմ ուրիշների համար։ Բայց երբ որ պահը եկավ, որ ես ինչ-որ մեկի կարիքը ունեի, ինչ-որ մեկի զոհաբերության կարիքը ունեի, իմ կողքին ոչ մեկ չկար։ Ու հիմա ես բացի ինձնից ու իմ երախուց ուրիշ ոչ մեկի մասին չեմ մտածում։ Պիտի խնդրեմ, որ գնաս։ Ոչ մի բան մի ասա, Հայկ, ուղղակի գնա, խնդրում եմ քեզ, քո ներկայությունից ես ինձ լավ չեմ զգում։ Լավ, կգնամ։ Կգնամ, բայց կգնամ նրա համար, որ բաներ չասեմ քեզ, որ վատ զգաս, որովհետև որ ինչ ուզում եմ ասեմ, քեզ վատ ես զգալու, այդ իմ երեխու վրա էլ անդրադառնալու։ Ու ես չեմ ուզում, որ հանկարծ երեխուս մի բան լինի։ Ես չեմ ուզում տեսնեմ քեզ։ Հավատա, այդ փոխադարձ է։ Ես էլ քեզ չեմ ուզում տեսնեմ։ Բայց քանի դու այս երեխուն չես ունեցել, ես գնալու եմ ու գամ։ Հասկացար։ Կներես բալես, բայց ես միակ ճիշտ տարբերակն էր։ Հիմա ես ինչ անեմ։ Ուր ես Նարե։ Վերամ ես եկա քո տուն ու առաջարկեցի քրոջդ հետ ամուսնանամ։ Հա, ես եմ առաջարկել, բայց ոնց հասկանում եմ իմ առաջարկը սխալ եք ընդունել։ Ու իմ ինքնասիրության վրայով եք փորձում անցնել, բայց ես վերջին կաթիլն էր։ Իսկ կարող է հանդարտվես ու նորմալ բան ասես Արմո։ Ինչ ասեմ։ Եկա ձերտում, որ քրոջդ հետ ամուսնանամ, որ քրոջդ երեխուն տեր լինեմ, բայց առաջին պահից իմ դեմ պայման դրեցիք, որ ես ու Նարեն պիտի իրարից առանձին ապրենք։ Նույն տան մեջ, բայց առանձին։ Ես էլ ձեր տանն եմ մնում, բայց այս ամենամեծ նվաստացումն էր իմ համար։
Նենց տպավորությունն է, որ դուք եք ինձ լավություն անում, ու ես եմ ձեր առաջ մեղավոր։ Այդ ամեն ինչը հերիք չի մի հատ էլ ոչ մեկը տառիթը բաց չեք թողնում, որ ինձ նվաստացնեք։ Հատկապես կինդ ու քուրդ։ Ես ձենս կտրած ապրում եմ, որովհետև սիրում եմ քրոջդ։ Բայց այն ինչ որ դուք իմ հանդեպ անում եք, այդ ճիշտ չի։ Կռվել ես Նարեի հետ, Արմո։ Չես հասկանում ինչի մասին է խոսքը։ Քուրդ Մարգարիտ Հորանն ասել է, որ երեխեն իրանից է, բայց դուք ոչ մի բան չեք արել։ Արմո, Նարեն սխալ բան է արել։ Ես իր արածը չեմ արդարացնում։ Հա, Նարեն սխալ է արել, բայց դուք ոչ մի բան չեք արել։ Վրան դու չպիտի թողնեիր, որ այդ լակո տեստնից դուրս գար։ Հերիք չի թողել ես, որ դուրս գա մի հատ էլ երեխու մասին է իմացել։ Մենք տենց ենք պայմանավորվել։ Ձեր արած իմ հանդեպ ճիշտ է։ Ես իմ բոլոր պրինցիպները մի կողմ թողեցի։ Ամուսնացա աղի քրոջդ հետ։ Այն պայմանով, որ ոչ ոք չպիտի իմանա այդ երեխու մասին։ Հերիք չի հիմա բոլորն իմացել են այդ երեխու մասին, մի հատ էլ ես եմ խայտարակ լինելու։ Վրամ դու լավ գիտես, ոչ մեկ թույլ չէր տա իրեն նման բան աներ։ Բայց ես արել եմ քրոջդ համար, որովհետև սիրում էի։ Բայց դուք իմ հանդեպ ճիշտ չեք պահել ձեզ։ Ալո։ Բարև Սոն։ Բարև Հայկ։ Նարեն հիվանդանոցում է։ Չէ, հիվանդանոցում չի։ Չեմ հարցնում, ասում եմ Նարեն հիվանդանոցում է։ Ոնց։ Ինչ ա եղել։ Իրար հետ խոսում էինք, վատը զգաց, տենց բերել եմ ստեղ, հիմա պիտի բժիշկների հսկողության տակ լինի, կարող է երեխուն կորցնի։ Ոնց ա Նարեն, որ հիվանդանոցում է, ինչ ա եղել, նեղացրել ես Նարեին։ Չէ, հաստատ նեղացրել ես Նարեին, որ հիմա վատ է։ Ասա թող գան Նարեի մոտ լինեն, հիմա պարտադիր մոտը պիտի մարդ լինի։ Հասցեն հիմա ուղարկում եմ։ Արմո, ինչ ա ուզածդ։ Ինչ ես սպասում, որ ես քեզ հիմա ասեմ, հա։ Հասկացանք տհաճ իրավիճակ է, բայց մենք չենք քեզ խնդրել, որ գաս ու քրոջս հետ ամուսնանաս։ Ինչքան էլ որ Մարգարիտ Հորը գիտի երեխու մասին, այդ ոչ մի բան չի նշանակում։ Ինքը այդ երեխուն հերվից էլ չի տենալու։ Այ այդ արդեն իմ խնդիրը չի։ Ինչ ուզում եք արեք։ Համել քրոտ աշխարհով մեկ կլինի ես որոշումիցս։ Նենց տպավորություններ ոնց որ ես ձեր թշնամին լինեի, ոչ թե բարեկամը։ Վրան։ Սոնա, ինչ ա եղել։ Նարեն ինչ։ Հիվանդանոցում է, Վրան։ Սոնա կամաց, մարդը քնած է։ Նարեն հիվանդանոցում է։ Ինչ։ Հա, լավ չի զգացել իրեն, տարել են հիվանդանոց։ Ու այդ ով է տարել հիվանդանոց։ Շտապօգնության մեքենան, Արմո։ Լավ, Սոնա, որ հիվանդանոցում է, ասա գնամ մոտը։ Ես էլ եմ գալիս։ Դե եկեք։ Ես էլ եմ գալիս։ Ոնց որ թե այս անգամ դեղի դոզան թեթև տարար։ Չեմ հասկանում, գիտես քեզ։
Համ իմացել ես, որ երեխեն Հայկինն է, համ դեռ տխրում ես։ Հասկանում եմ, ձեր ընտանիքների մեջ անհամաձայնություններ կան, բայց ինձ թվում է ամեն ինչ կհարթվի։ Տենց բան չի լինի։ Հա, բայց ինչի։ Լիլիթ, որովհետև էս այն հարցն է, որ ոչ մի բան ու ոչ մեկ չի կարա հարթի։ Ստեղ մի հատ լուծում կա, այդ սակոին սպանելն է։ Ուղղակի պետքա նենց անել, որ Հայկի համար վատ չլինի։ Մի րոպե, շատ խառն ես խոսում։ Հասկանում եմ, որ դու ու Սոնան իրար աղբեր քուրեք, մեկ էլ ինքնա տենց նախադասություններ ասում, բան չեմ հասկանում։ Ուֆ, Լիլիթ ջան, դա արի հասկացի ինչ ա կատարվում։ Պետք էլ չի քեզ սենց հարցերով ծանրաբեռնես։ Լավ, դու մի անհանգստացի։ Հայկն ու Նարեն միասին կլինեն, ամեն ինչ կհարթվի, դե որովհետև հոյետ երեխեն առանց պապա չի մեծանալու։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ Հայկը ու Նարեն կմիանան։ Լավ, արի քո տեսանկյունները մի կողմ դիր, որովհետև սա Սոնայի հարցը չի, որ ես քո արարքները մի կերպ արդարացնեմ։ Արանքում երեխա կա, համ էլ դա Հայկի անձնականն է, խնդրում եմ, դու մի խառնվի, հա։ Լիլի ջան, ես ինչ կապ ունեմ։ Ասում եմ Հայկը երբեք չի միանալու Նարեի հետ։ Հա, Նարեն իր երեխու մաման է, բայց համ է մեր հոր սպանողի աղջիկն է։ Ինչ։ Դե հա, Սակուն է սպանել մեր հորը։ Դրա համար է Հայկը եկել է Հայաստան, գնացել է, որ սպանի Սակոին ու իմացել է, որ Նարեն հղի է իրանից։ Բա տենում ես Լիլիթ ջան, ինչքան լուրջ է ամեն ինչ։ Դրա համար իմ տեղը չեմ կարող գտնեմ։ Կանգնեք մի հատ։ Սոնա քեզ ով է ասել, որ Նարեն հիվանդանոցում է։ Նարեն է զանգել ասել։ Հաստատ։ Հա, վրամ ինչի պետք է խափեմ։ Համել ես այն հարցը չի, որ պետք է խափեի։ Ավելի լավ է եկեք բարձրանանք Նարեի մոտ։ Եթե պարզվի, որ երեխուս էս վիճակի պատճառը ոչ բարով աղբերը տա, ես էլ քայլերից համար պատասխանատու չեմ լինի։ Եթե տենց բան պարզվի, մամա ջան, ոչ այդ լակոտն է ապրելու, ոչ էլ Նարեն, որ մինչև հիմա դրա հետ կապ է պահում։ Ինձ կասեք Հայկը ինչ կապ ունի։ Բարձրացեք վերև, ես բժշկին կտեսնեմ կգամ։ Բարես, ինչ է եղել, ինչ ես վատացել։ Լավ եմ։ Լավ ես, դրա համար ես հիվանդանոցում։ Այս պահին Նարեին անկողնային հանգիստ է պետք, որովհետև հղիությունը վտանգված է։ Այսօր ու վաղը կմնա հիվանդանոցում, բայց առնվազն մեկ շաբաթ պետքա մնա հանգիստ։ Հա, մենք ինչ պետքա կանենք բժշկուհի ջան։ Մենակ այդ որ ասում եք վտանգ կա, դրանից Նարեին կամ երեխուն ոչ մի բան չի լինի, չէ՞։ Ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել։ Պտղի սրտի զարկը թույլ է։ Ընդամենը պետք է մի փոքր սպասել։ Շնորհակալ եմ շատ։ Մեկ էլ մի բան հարցնեմ, էլի ձեզ։ Ասեք։ Նարեին
շտապ օգնության մեքենայով են բերել հիվանդանոց, թե ուրիշ ինչ-որ մեկն է բերել։ Չէ, շտապօգնության մեքենայով չեն բերել։ Մի երիտասարդ տղա էր Նարեին բերողը։ Իսկ կարող է անունը ֆիքսած լինեք։ Ուղղակի ուզում եմ իմանամ, էլի քրոջս ով է փրկել, մի հատ իմ շնորհակալությունը հայտնեմ։ Անունը